Ողջույն բարեկամներ, ձեզ հետ My Culinary Versions խոհարարական ալիքն է և այսօր մենք պետք է պատրաստենք առանց գլուտենի սպիտակուցներով հարուստ առողջարար սիսեռով հաց։ Մի քանի պարզ բաղադրիչներ և մեր հարուստ սպիտակուցներով հարուստ առողջարար հացը պատրաստ է։ Ինչ բաղադրիչներ են հարկավոր սիսեռով հաց պատրաստելու համար։ Դուք բաժանորդագրվեք My Culinary Versions խոհարարական ալիքին, հավանեք մեր էջը, իսկ ես ներկայացնեմ։ Ուրեմն մեզ հարկավոր է 1 բաժակ չորացրած սիսեռ, մոտավորապես 175 գրամ, 1 հատ գազար, մաղադանոց մի փոքր փունջ, 2 ձու, կես ճաշի գդալ փխրեցուցիչ, 2 ճաշի գդալ սոյայի սոուս, կես ճաշի գդալ աղ, 1 ճաշի գդալ քունջութի սերմեր վրանց հանելու համար։ Հիմա պատրաստման եղանակը։ Նախ օրոք սիսեռը թրջում ենք և թողնում ամբողջ գիշեր։ Թրջելուց հետո սիսեռը 2 անգամ պետք է ավելանա, մեծանա։ Հաջորդ օրը ջուրը քամում ենք, լվանում ենք սառը ջրով, լցնում ենք կոտորակիչի մեջ, ավելացնում ենք ձու սիսեռին, փխրեցուցիչ, քերած գազար, կտրատած մանրացրած մաղադանոց, սոյայի սոուս և աղ և բլենդերով հարում ենք։ Այս բոլորը լավ մանրացնում ենք կոտորակիչով այնպես, որ ստանանք համասեռ կրեմային խմոր։ Երբ խմորը լավ խառնվի, լցնում ենք յուղաթղթով ծածկված գազ օջախի տապակի մեջ և հավասարաչափ տարածում։ Խմորի վրա հավասարաչափ ցանում ենք քունջութի սերմեր։ Տեղադրում ենք նախօրոք տաքացրած ջեռոցում, թխում ենք 190 աստիճանում 40 րոպե։ 40 րոպե անց հանում ենք մեր հացը և մեր համեղ սիսեռով հացը պատրաստ է։ Կարող եք վայելել։ Ինչպես տեսնում եք, մենք ընդհանրապես սպիտակ ալյուր չենք գործածել, ընդամենը սիսեռը դարձրինք ալյուր և թխեցինք սիսեռով հաց, որը շատ օգտակար է, համեղ է, սպիտակուցներով հարուստ է, առանց գլուտենի է, առողջարար է, ամենակարևորը, քանի որ անընդհատ շեշտում են, որ սպիտակ ալյուր քիչ օգտագործեք։ Այսօրվա համար այսքանը բարեկամներ, կհանդիպենք, ցտեսություն։